Իմ տեղեկություններով Սամվել Կարապետյանի դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ ինձ հասած տեղեկությունների Կարապետյանն անցնում է ՌԴ կալանավորված փոխնախարար Դմիտրի Բուլգակովի գործով։ Ով է Բուլգակովը եւ ինչի պատասխանատուն է եղել ՌԴ պաշտպանական գերատեսչությունում։ Բուլգակովը երկար տարիներ պատասխանատու է եղել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիկունքի համար, ղեկավարել է նյութատեխնիկական ապահովման համակարգը, զորքերին զենքով, ռազմական տեխնիկայով եւ նյութերով ապահովելու կազմակերպման աշխատանքները, դրանց պահեստավորումը, շահագործումը, արդիականացումը, վերանորոգումը եւ ոչնչացումը, ռազմական փոխադրումները։ Ինչ կապ ունի այս քրեական գործի հետ կալուգացի օլիգարխը։ Եթե տեղյակ չեք, ապա իմացեք, որ Սամվել Կարապետյանն ամբողջ կյանքում, լինելով ՌԴ ՖՍԲ աշխատակից, մշտապես մասնակցել է Ռուսաստանի պետական գնումներին, մրցույթներին հաճախ ինքն է հաղթել։ Կարապետյանն այդ գործարքների համար ըստ տեղեկությունների լիոլի վճարել է այս ու այն չինովնիկներին, գեներալներին, գնդապետներին, նահանգապետ, փոխնահանգապետներին։ Կարապետյանը նաև վճարել է գեներալ Բուլգակովին, ով ՌԴ բանակի նյութական ապահովման թիվ 1 պատասխանատուն է եղել։ Տվել է ատկատ, արել է վատ գործ։ Ռուսաստանն ի դեպ այդպիսի երկիր է։ 2024 թվականի օգոստոսին, երբ ուկրաինական զինված ուժերը գրավեցին Կուրսկը, սահմանի այդ տարածքի ամրաշինական աշխատանքները նույնպես կատարել է մեզ հայտնի Սամվել Կարապետյանի ընկերությունը։ Սամվել Կարապետյանի կատարած խայտառակ թերի աշխատանքներից հետո ուկրաինացիները շատ հանգիստ կարողանում են մտնել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Կարապետյանի կծիկն այդ ժամանակվանից է քանդվում։ Հունիսի 8-ին, երբ Մոսկվայում կարձանագրեն Սամվել Կարապետյանի խայտառակ պարտությունը Հայաստանում, նրա մոնումենտի տուն մի քանի ծանուցագիր էլ կգնա Լյուբլյանկա փողոցից եւ Լեֆերտովոյից։ Դեռ չեկած սպառնում եմ, որ բոլորս պատասխան ենք տալու։ Հիշեցնեմ, որ ես որևէ քաղաքական թիմի անդամ չեմ հանդիսանում։ Իշխանափոխության դեպքում այո, որպես առաջին անձ, ով մարդասպանի դեմքին մարդասպան է ասել, խաղամոլի դեմքին խաղամոլ եւ դրանով իրավիճակ փոխել, որ որևէ մեկ այլևս չի վախենում դա ասել, իհարկե պատասխան պիտի տամ արդարության համար։ Բայց քանի որ դուք պարտվելու եք, իշխանությունը հաղթի։ Մի բան եմ ուզում ասել։ Իշխանական քարոզչամեքենան ինչպես է ընդունում այն փաստը, որ մի ողջ հանրահավաք կարող է կանգնել եւ իմ մասին խոսել։ Մի այլ հանրահավաք անցնի, ապա կրկին քաղաքական լիդերները իմ մասին գրեն, իսկ իշխանական քարոզչամեքենան իմ մասին միշտ լուռ է։ Ու այսքանից հետո որևէ մեկը պիտի ասի ես ինչ-որ մեկական եմ։ Չէ, հարգելիներս, ուժեղ մարդը ոչ մեկական չի լինում, որովհետև ուժեղին չեն սիրում, որովհետև ուժեղ մարդը իր սեփական ճանապարհն ունի։ Facebook-յան իր էջում գրում է լրագրող Նանե Իսրայելյանը։